Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղի եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ լրագրող Ոսկան Սարգսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ ուղի եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ մեր հրավերը չեք մերժել։ Ինչից սկսենք ազգային ժողով, այն որ Նիկոլ Փաշինյանի մուտքը ազգային ժողով բոլորս էլ պատկերացնում ենք, թե ինչ սցենարներ պետք է լինի, բայց այս անգամ կարծես թե ամեն ինչ գերազանցվեց եւ ինչ ստացվեց։ Նիկոլ Փաշինյանը կատարում է նախընտրական շրջանում իր կատարած հայտարարությունները, խոստումները սկսել է անել հատկապես Հայաստան դաշինքի նկատմամբ Ռոբերտ Քոչարյան, Լևոն Քոչարյանի հետ վիճաբանության բռնվեցին եւ երեք ինչ տեսանք, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվեց։ Պարոն Սարգսյան, այս քրեական գործը, որը հարուցվել են, որում այդ կոռուպցիոն բնույթի մեղադրանքների շրջանակում է գործը հարուցվել, գործով ներգրաված է նրա ավագ որդին նաեւ Սեդրակ Քոչարյանը։ Ինչի մասին է խոսում։ Քոչարյանական կողմը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է եւ ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի վերացնի կամ թուլացնի այս ընդդիմությանը, որտեղ պատրաստվում է ինչ-որ մի խոշոր նվեր մատուցել Ալիևին։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք, հնարավորություն եք տալիս եթերից տեսակետներ արտահայտել, կարծիքներ արտահայտել։ Նիկոլ Փաշինյանը կատարում է իր նախընտրական խոստումը։ Նիկոլ Փաշինյանը երբեք իր խոստումները չի կատարում։ Շարժում է օրվա կուրսով, որ պահին ինչ նպատակը հարմար է գտնում, այն էլ կատարում է։ Այս պահին արդեն իսկ ինքը հայտարարել է, Տիգրան կոչել է քյարքի, եւ ամենևին չեմ կարծում, որ դա իր նախաձեռնությունն է։ Մտածում եմ, որ դա Իլհամ Ալիևի պահանջն է, ըստ երևույթին Իլհամ Ալիևը տեսնելով, որ Հայաստանի սահմանադրության փոփոխումը բավականին դժվար, կարելի ասել գրեթե անհնարին բան է, փոխել է հերթականությունը իր պահանջների կատարման եւ առաջնահերթ սահմանազատման անման տակ տարածքների հանձնման պահանջ է դնում, այդ թվում Տիգրանաշեն, Վերին Ոսկեպար, Սոփոլու, Բարխուդարլու, ինչ եւ որպեսզի այս ամենից ուշադրությունը շեղի Նիկոլ Փաշինյանը հարմար առիթ է որոնում, որպեսզի ամեն ինչ ուղի Ռոբերտ Քոչարյանի վրա։ Ինչու հենց Ռոբերտ Քոչարյանը, որտեղ իր համար ամենահարմար մրցակիցը Ռոբերտ Քոչարյանն է։ Ամեն ինչ կարելի ասել։ Հարմար ասել ինչ նկատի ունեք։ Որտեղ ամեն անգամ, երբ որ սկսում են հարցեր տալ, այս գրեթե արդեն 9-րդ տարին Հայաստանում կատարվող կոռուպցիայից, բեսպրեդելից իրավական, խտրականություններից, սոցիալական բևեռացումներից, բանակում սպանություններից, ինքնասպանությունների, մահվան դեպքերից, ամեն ինչից, բոլոր ձախողումներից, ասենք, ինքը նախկիններն են արել, նախկինները թալանել են, նախկինները պատասխան տան, մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, 9 տարի իշխանություն եք, մուրժնել է ձեր ձեռքին, սալնել է ձեր ձեռքին, եթե Լևոն Քոչարյանը չասեր, մեզ ասում են, որ այդ դավաճան պիղծը ինչու է այդտեղ դեռ, ասենք, այդ մի գիշերվա մեջ քննիչական վարչությունը կատարեց այդքան քննություն, թե կատարած էր սպասում էին։ Տեսանյութի հավաքելն էլ չէ, կարծես թե մենք ինքներս լրատվական դաշտում աշխատում ենք, ոնց են կատարում։ Արագ կազմակերպել։ Ոնց մի գիշերվա մեջ արեցին։ Նշանակում է նա արդեն կատարված աշխատանք էր, հարմար պահի էին սպասում։ Հարմար պահը այն էր, որ ասենք Լևոն Քոչարյանը ընդ որում Լևոն Քոչարյանը չասավ իրանից, ասա մեզ ասում են, այսինքն մեջ բերեց, ոնց որ ընտրողների պատվիրանը իրենց։ Եվ դա Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, որ մենք ժողովրդավար երկիր ենք, ժողովրդավարության բաստիոն ենք, իսկ ինքն ասավ, դե ես ասեմ կզծրեք, չգիտեմ ինչ արեք, ասենք ժողովրդավար երկրում իրապահ համակարգին պատվեր են տալի, ասում են գնացեք կզծրեք, չէ որ 9 տարում 8 տարի ավել պետք է արդեն այդ բոլորը Ռոբերտ Քոչարյանի գործերը կամ վաղուց քննված լինեին, չէ որ այդ նույն սահմանադրական դատարան արդարացրեց Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի գործը։ Այդ ո՞նց է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ասում է
Հայաստանում դատավոր կա, որ իմ ասածը չլսի, մյուս կողմից համանդրական դատարան արդարացնում է, այն համանդրական դատարան, որ Նիկոլ Փաշինյանն է ձևավորել։ Մյուս կողմից ասում որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործա, թալանել է պետք է նստի։ Պարզապես ուշադրություն է շեղում, իսկապես Հայաստանի վիճակը շատ վատ։ Պարոն Սարգսյան, այստեղ մի հարց ունեմ ձեզ, որպես լրագրողի, որտեղ երկար տարիներ նաև խորհրդարանական իրադարձություններն եք լուսաբանել, տեսեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը պիղծ բառը արտաբերեց կամ հայտարարեց ազգային ժողովում, կարծես թե Ռուբեն Ռուբինյանը այդ ամենին հանգիստ նայեց, բայց երբ որ Լևոն Քոչարյանը, ինչպես դուք եք ասում, ընտրողների մեսիջներ փոխանցում վարչապետին այդ բառը օգտագործելով, դա դարձավ արդեն նոր պայթուն եւ Սա ինչ է նշանակում, որ հենց նույն Ռուբեն Ռուբինյանը հայտարարում էր, որ եկեք այսպես աշխատենք, ձեռք-ձեռքի տանք եւ աշխատենք, տարաձայնությունները փորձենք հարթել, սա ինչ է նշանակում։ Ես ասում մենք անունով կոչում ենք խորհրդարանական կառավարման երկիր։ Սակայն եթե նայեք, խորհրդարանը դարձել է մեր պետության կառավարման սայլի 5-րդ անիվը, այնտեղ ոչ մի հարց չի լուծում, այլ խոսում են, ամբիոնա, թիվ 1 ամբիոնա, օգտագործում են, խոսում են, հարցերը լորոշում են ուրիշ տեղ։ Մի նախարարներ որ գալիս են, իրանց ոնց են պահում պատգամավորների հանդեպ, շատ բարձրից։ Ամեն ինչ որոշում են այլ տեղ, իսկ նախարարները չեն որոշում։ Ամեն իսկ Նիկոլ Փաշինյանն է, իսկ ինքն էլ չի որոշում։ Դրսից ասում են անում են։ Որոշված է որ վարչապետը պետք է Ադրբեջանի շահերն արտահայտի, ազգային ժողովի նախագահը Թուրքիայի շահերն արտահայտի, ինչպես մամուլն է գրում նորանշանակ արտգործնախարարը, փոխարտգործնախարարը Իսրայելի շահերը պետք է արտահայտի, ասենք ինչպես նաև գրում են մոտոր թերթերը Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի մարդն է, մենք Լիբանանից վատ վիճակում ենք, որտեղ Լիբանանն հատվածական կառավարման, ասենք, մի մասը Սիրիան էր կառավարում, մի մասը Ֆրանսիական ազդեցության տակ էր, մի մասը Իսրայելի ազդեցության տակ էր, Հայաստանում հիմա կառավարում որպես այդպեսին չկա։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը պահանջները ներկայացնում է եւ այսօր վարույթությամբ ավելի շատ ասենք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերն արտահայտում, չգիտեմ, եվրոպական, ասենք Իսպանիան Ռուսաստանի հետ հակամարտություն կա, ինքը դիրքավորում է այնտեղ, որ հակառուսական դիրքով, բայց ոչ հապկից ենք դուրս եկել, ոչ Ատոմից ենք դուրս եկել, ոչ ռուսական ռազմաբազան մեր տարածքից դուրս եկել, ոչ երկաթուռին է վերադարձվել, ոչ չգիտեմ, ոչ ասենք ատոմակայանի շահագործում, ատոմակայան չենք սարքել կամ չենք հրաժարվել ռուսական, ասենք, թափոններ ռուսների կողմից ուտիլիզացնելուց կամ վնասազերծել։ Բայց խոսում են, բայց խոսքերից ինչ է փոխում։ Եթե մենք այսօր վարույթությամբ անընդհատ խոսում են ինչու խոսքերից գործողություններ են չսկսվում, թեկուզ հենց նույն Ռոբերտ Քոչարյանի եւ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությունը սկսվեց այդ խոսքից։ Միանգամ էլ Ռոբերտ Քոչարյանը ինչքան նստեց, դուրս եկավ չէ։ Ասիկ նստեց, հետո վաղը որ իրանց ունեցվածքը խլեն։ Մնորում ունեցվածքի մասին այդ հայտարարությունները դուք ինչպես եք նայում, իրոք դրանք ռեալ թվեր են, ռեալ տարածքներ, մի խոսքով գումարներ։ Ասենք Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ինքը Հայաստանում բիզնեսներ ադրել։ Ասենք Սերժ Սարգսյանը 25 տարի ամենաբարձր պաշտոնները զբաղեցել, բայց ոչ մի բիզնես չծել։ Ես հարցել եմ, բա ուր են Սերժ Սարգսյանի փողերը։ Այդտեղ է նայում, թե որտեղ են գտնում նրա փողերը։ Կարելի է մտածել, որ նա սուրբ ազնիվ մարդ եղել, ոնց որ նորն եկել էր, այդ պահին եկել էր Քոչարյանի գործով, ասում էր, ես չգիտեմ, այս ինչ գործի, այս ինչ այն 01-9-ին ասում է, այս ինչ խաբար է, Բրոնզիկ որ հարցում է, ինչ խաբար է, այսինքն Սերժ Սարգսյանը չգիտեր, թե ուր են իրեն հրավիրել։ Կամ այս ինչպես եղավ, որ Նիկոլ Փաշինյանը Չալոյի եւ այն քայլողուսապարկերի հետ քայլելով եկավ իշխանությունը վերցրեց։ Այդքան հեշտ էր գնալ ռադիոտուն ջարդել, ավերականներ, ճանապարհին կամ փակել, արագաչափ փակել, ծաղրել, ասել Սերդեշնի պրիվետ at Zimzimova։ Ոնց ծաղրել հետո գալ վերցնել։ Տես բան կա, անի։ Այն Շանթ Հարությունյանը մի քիչ փայտիկներով շխկացրեց, քանի տարի փակեցին։ Այդ ոնց եղավ, որ մի հատ հալփած կամազ հարցաբանջի հանկարծ նրանց վրա պատական վրա երթի չի ընտարկեց այս քայլողներին Չալոշյան հետ միասին ուր հալփած կամազն էլ ճակերտավոր եմ, պատականն եմ բանում ճակերտա։ Ուրեմն ամեն ինչ պլանավորված էր։ Դեռևս երբանից ասում, դեռևս ապրիլյան պատերազմից։ Այդ ժամանակից պլանավորված էր, որ պետք է տարածքները հանձնեն, որ պետք է սահմանությունը ինչի փոխեցին,
Ինչու հանեցին բարձրագույն վարչապետի բարձրագույն կրթություն ունենալու պահանջը հանեցին։ Այդ ո՞նց եղավ էլի։ Այդ ո՞նց եղավ որ երբ որ ՊՊՑ-ի գնդի վրա հակվեցին, Նիկոլ Փաշինյան հայտնվեց այնտեղ եւ միայն Պավլիկ Մանուկյանն ասավ գցեք իրանց զիբիլի վեդրոն գցեք։ Այդ ո՞նց եղավ որ Լևոն Տեր-Պետրոսյանը 15 թվին ասավ Զավալուի Ցախավելն առած 1 ասելով գալու են եւ ասավ գալու են իշխանության եւ դա Բերլինի գրաման օպերացիայից ավելի հանճարեղ ալն։ Գիտեն չէ մարդիկ, խո եղունգին չէին նայում կամ պայծառատես էին։ Այս ամբողջ պլանավորված էր։ Ուղղակի ասեմ, քիչ մարդ կլիներ, որ կհամաձայնվեր այս գործողությունն անել։ Որտեւ խո կարելի է ժողովրդի մի մասին միշտ խաբել։ Մի պահ խաբել։ Իսկ ձեր կարծիքով ինչու, եթե դուք ասում եք դրսի հրահանգներն է կատարում, ինչու այդ դերակատարումը հենց Նիկոլ Փաշինյանը ստանձնեց, որն էր պատճառը։ Ինչպես էին իրեն ինչ որտեղ ֆիքսել են, թե ինչպես եք դա բացատրում։ Դե ամբողջ կյանքում ինքը փող է երազել, փող, ասենք դժվար մանկություն է ունեցել, աչքը եղել է հենց նույն Իջևանում, տեսել է հարուստները ոնց են ապրում։ Ինքը ընդամենը ուսուցչի, ֆիզկուլտուրայի ուսուցչի տան է մեծացել։ Իր կողքին հենց ես իր այդ 30 տարի Իջևան եմ աշխատում, հենց այն մարդիկ, որոնք նաև իր իշխանությունում պաշտոնեն, նրանք հարուստ են եղել։ Ինքը նույնիսկ իր այդքան չեն շփվել իր հետ։ Այն որ ասում են դասարանցի բան չեն շփվել։ Ես մի բան ասեմ, որ նա 3-4 ընկեր ունեցել, եւ ես գիտեմ դրանք ովքեր են այդ մարդիկ, ես լավ եմ ճանաչում, իրանք էլ ինձ են ճանաչում։ Ասեմ մի բան, Նիկոլ Փաշինյանի մանկական գյուղը հորական գյուղն էլ իր պապական գյուղ Ենոքավանը, որ հինանում Քրդևան։ Ենոքավանում 17 թվին երկդաշինքը, որի անդամներ նաև Նիկոլ Փաշինյան, երկդաշինք քաղաքացիական պայմանագիր երկդաշինքի մասը։ Ենոքավանում Նիկոլ Փաշինյանի հայրենի Ենոքավանում 17 թվի ապրիլ 2-ի ազգային ժողովի ընտրություններում երկդաշինք ստացել է 18-ային։ Իսկ բնակչությունը ինչքան է այդտեղ։ Նորմալ գյուղ է, միջին չափերի գյուղ է, Ենոքավանը, որ տուրիստական կենտրոնն է։ 18-ային։ Հիմա որ հեղափոխական են դառնում։ Գիտեք ոնց է, բնակչության մի զանգված կա միշտ իշխանության հետ։ Այսինքն միշտ սիրում է, որ իշխանության հետ լինի։ Նրանք փոփոխվող են։ Հետո մի բան կա, ընտրություններից առաջ ինչ արեցին։ Ընտրակաշարք բաժանեցին, այսինքն թխվածքներ տվեցին։ Հիմա ասում եմ Արայք Հարությունյանն ասում է, որ եթե դուք քյաբաբ չեք բաժանել, ընդդիմադիրներին ասում, կարծեմ ուժեղ Հայաստաններ ասում, թե մենք 55% ձայն կտանենք։ Այսինքն քյաբաբով են, դե դուք էլ թխվածք եք բաժանում։ Այն կեքս էիք բաժանում, Հայաստանի պատկերը ուտում էին։ 10,000 դրամ, ասեք թոշակը ինչ բարձրացնենք, ինչ արենք, հետո 10,000-ով ավելացրիք։ Այն 65 տարեկաններից բարձրին վիշկական իբր ծրի սարքեցիք, մի այդ մարդիկ համավճարի տակ մեռնում են չեն կարող։ Ես ասեմ, ահա որ վիճակ է, եթե գնաք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն, վիշկական հետազոտությունների համար ինչ փող են տան, ինչքան են վճարում։ Ռուսաստանը դա անվճար է։ Նկատում եք որպես քաղցկեղի։ Քաղցկեղի համար, դե այդտեղ ուռուցքաբան։ Ուրեմն 179 միլիոն դրամ Նիկոլ Փաշինյան ծախսում է վարչապետի համար։ Իմա պետք է վարչապետը։ Դու գնայք քեզ համար թմբուկ է զարկե, դհոլ էլ խփի, ուզում ես ծնծղայել խփիր, ցմփ-ցմփել ասա հահուարա, դու ինչի համար ես պետական բյուջեն անխնամ ասխում։ Մենք եւ ասում եմ, լայ չի ընտրվել։ Եթե ընտրված լիներ գիշերվա ժամը 2-ին չէին դադարեցնի ձայների հաշվարկը։ Ձայների հաշվարկ չէին դադարեցնի։ Հիմա ինչ է ստացվել։ Եկել է խորհրդարան, ձևավորվել է, իրան նորից անդադ Նիկոլ Փաշինյանն անդադ կոնֆլիկտ է պետք։ Ինքը քանդող է, ինքը ստեղծող չի։ Իրան անդադ ճշնամի է պետք։ Դրսում իրան են նեղացնում, նսեմ մացնում, ինքն էլ ներսում բանը։ Հիմա նկատում եք, որ այդ կոնֆլիկտի ամենահարմար թեկնածուն այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանն է։ Միշտ 21-ին Ռոբերտ Քոչարյանն եկավ, ամբողջ բանը սև էներգիանը Ռոբերտ Քոչարյանը նվեր է ապանում Նիկոլ Փաշինյանին։ Քանի Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտում է, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ Ռոբերտ Քոչարյանի վրա է գցել։ Մարտի 1-ը, որ ամենաշատը մարտի 1-ից Նիկոլ Փաշինյանն է շահել։ Ամենաշատ Նիկոլն է, ամեն ձևով շահել է։ Եվ քաղաքական կայսագույթունը գրել, եւ դրանի համաներում դուրս է եկել, եւ մարտի 1-ը մի շարքը, եւ ամենքին 30 միլիոն կարծեմ փող է բաժանել։ Այդ մարդկանց կարգավիճակ չգիտենք, այդ 10 զոհվածների մի մասը ոստիկանին, բայց այն մասը ինչ էին։
հարցակվող էին, օրինախախտ էին, թմրամոլ էին, թե ազատության մարտիկներ էին։ Եթե նրանց կարգավիճակը դա տարանով չի ճշտվել։ Դուք իմ ու քո մուծած հարկերից ոնց է 30 միլիոն փող տալի։ Եթե այն հայրենիքի համար զոհվածներին 10 միլիոն ենք տալի, այն ովքեր դա դուք չեք տալի, մենք ենք տալի։ Հիմա ով է քեզ իրավունք տվել, որ դու մեր փողերը տանես 10 նրանց համար, որ քո քաղաքական կապիտալ, որպեսզի քո թափած քո հրահրած Արյան փողամար դու վճարես, արյան վճար։ Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի մենք ասելով ինքն ասում է, չէ, ժողովուրդը ինձ տվել է այդ մանդատը։ Ժողովուրդը տվել է իրոք Ռոբերտ Քոչարյանին կզացնելու, ինչպես ինքն ասում, ներողություն բառիս համար ոչ եթերային, այդ մանդատը տվել է թե ոչ։ Նախ ժողովուրդը իրեն մանդատ չի տվել։ Չի տվել։ 40 նույնիսկ կեղծված ընտրություններով ինքը 50% ցայն չի հավաք։ Բայց ստացավ իշխանությունը։ Ինչ, իշխանություն կարելի առանց տանել, առանց մանդատ ելս տանել։ Այսինքն մենք չենք, ժողովուրդը չի տվել, այլ նա ստացել է։ Դե սովորաբար մեծամասնությունն են որոշում, չէ՞։ Մեծամասնություն չի տվել իրեն։ Մանդատ չի երկրորդը։ Ժողովուրդը երբեք հակաօրինական գործողությունների մանդատ չի կարող տալ։ Եթե նույնիսկ ընտրել, չի կարող ժողովուրդն ասել դու գնա, ասենք նույն Հիտլերն ու Մուսոլինին էին ընտրվել։ Ժողովուրդն այս մանդատ էր տվել հակաօրինական գործողություն։ Այսինքն ժողովուրդը հետևում ինչի՞ս թաքնում։ Ասենք նույն ձևով Հիտլերը կարող էր ասել, ես էլ խորհրդարանական դրություններով Մուսոլինին ընտրվել էր։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դուք գտնում եք, որ հակաօրինական գործողություններ են։ Ես ասում եմ գործողությունների շղթան, ասենք Լևոն Քոչարյանը ընտրողների խոսքը փոխանցեց, բայց թող ինչի եք թողում այս պիղծ դավաճանը մնա, ու գիշերվա ընթացքում քննչական կոմիտեն այդքան մեծ ծավալի քննչական, օպերատիվ, հետախուզական գործողություն տեսամոնտաժ արեցին, ռեպորտաժ պատրաստեցին, այսինքն նախապես պատրաստված էր, չէ՞։ Եթե պատրաստված էր 9-րդ տարին իշխանությունը, ինչու՞ միջև մի դուք դա իրավական ընթացք չեք տվել։ Այսինքն եթե կա նման բան, ես դատարան չեմ եւ ես չեմ կարող դատարանի փոխարեն ասել Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է կամ Սեդրակ Քոչարյանը մեղավոր է, թե դատարանը պետք է ասի։ Բայց եթե կա նման բան, ինչու 9-րդ տարին ինչու չեք դրան ընթաց տվել։ Այն դեպքում որ դատարանը ձերքին, քննչականն էլ է ձերքին, ոստիկանությունն էլ է ձերքին, հակակոռուպցիոնն էլ է ձերքին, ինչի չի ձերքին։ Բայց ինչի չեք արել։ Ուրեմն ձեզ դա ընդհանրապես պետք է խտրական արտադատություն։ Այսինքն եթե Լևոն Քոչարյան չէր ասել այդ բանը, պիղծ դավաճան արտահայտություն, ասենք ընտրողների խոսքը չէր փոխանցել։ Այդպես էլ մնալու էր, քրիչական գործողություն չէր ձեռնարկելու։ Իսկ գիտեք ինչ արժանքում իմանալ չհայտնելու։ Դա քրեական օրենսգրքի հոդված է։ Երբ որ իմանում ես կատարված հանցագործության մասին ու չես հայտնում, դա քրեական օրենսգրքի հոդված։ Այսինքն մեր իրավապահներով օրենքով են գնում, թե Նիկոլ Փաշինյանի ցուցումներով։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումներով կոնկրետ հրահանգը տրվեց։ Ասենք ինչ արժանքում կզստեն։ Դու նախ բաժիշ մարմին ես, դատարան ես, դատաբջիղ իրականացնող ես, բոլոր ինքը դու ես, համ բջիղ հրապարակում ես, կզստեմ, համ էլ ինքդ իրականացնում ես, բայց ինչեն ես իրավական, ինչի ման ենք իրավական երկիր, ինչու սահմանադրություն ունենք, ինչու ենք կոչում խորհրդարանական երկիր, ժողովրդավարության բաստիոն, իրականությունը այլ է, էլի, իրականությունը շատ վատ է, եթե նախագահը, որ 10 տարի երկիր ա ղեկավարել, եւ պատգամավորի անձնամախելիություն ունի, հանրային դեմք է, եթե նրան նկատմամբ ձեր բացահայտ անպորին սովորական մարդու հանդեպ մեր բոլորիս ոնց կկատարվի։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, պարոն Սարգսյան, եւ շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։
օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ոճը թանկ պիտակից չի սկսվում, այն սկսվում է ճիշտ ընտրությունից։ Jackpot Clothing Store, հագուստ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, առօրյա դասական հարմարավետ ու նորաձև ընտրություն, ամբողջ ընտանիքի համար, մի խանութ, տարբեր սերունդներ, հարյուրավոր ընտրություն։ Խանութում ներկայացված են նաև հանրահայտ Gava ֆիրմայի հագուստներն ու կոշիկները։ 1135 North Pacific Avenue, Jackpot Clothing Store, երբ լավ գնումը իսկապես jackpot է։ Արարատ ռեստորան, ընտանեկան և ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ և մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է լրագրող Ոսկան Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, եթե փաստորեն ամփոփենք Սիրուշոյի Պրեգոմեշից սկսած մինչև Տոյոտայով վերջացված կապարակնքում է, ընդ որում Մանուկյանը, Մեսրոպ Մանուկյանը սա խայտարակություն էր անվանում եւ ուշագրավ էր նաեւ Մեսրոպ Մանուկյանի այդ ուղի եթեր դուրս գալը առավոտյան եւ ցույց էր տալիս ազգային անվտանգության ծառայակից այդ աշխատակիցների մուտքը շենք, բնակարանների ուղղությամբ եւ անդադ հիշատակում էր, որ 3 անչափահաս երեխաների ներկայությամբ այսպես եկել են, հաշվի չեն առել։ Գիտեք, այդ պահին ես ինչ հիշեցի։ Հյուսային պողոտայի այդ տներից օտարելու մասին վավերագրական ֆիլմ կա, Օտարում, չգիտեմ դուք տեսել եք թե ոչ։ Եթե այդ ֆիլմը ես նայած չլինեի, գուցե ինչ որտեղ հասկանայի, որ առավոտ շուտ երեխաներ անչափահաս եւ այլն։ Արդյոք սա ինչ է նշանակում, հոգեբանորեն են փորձում ժողովրդին, ինչն են ուզում հիշեցնել, ինչ են ուզում սրանով ասել, նույն քոչարյանական կողմը։ Հարգելի Մարի, ես երբ որ այդ Հյուսային պողոտան եւ Բյուզանդի փողոցը երբ որ օտարում են, ես տեսել եմ ինչ ահավոր վիճակ էր։ Դագաղները նույնիսկ դրված բակում, այսինքն դիակներով դագաղները եղել են Ես փողոցում։ հիշում թե ինչպես էին մարդկանց կենտրոնից մայրաքաղաք կենտրոն, ինչ միայն մի ընկերություն էին սահմանել, որ նա միայն նա կարող է գնահատել։ Ու ինք հատուկ ցույցում էին տվել այդ ընկերությանը, որ ինչքան կարող ես ցածր գնահատի։ Դա իրականում շատ բաց բան էր։ Իհարկե շատ մարդկանց, որտեղ ծնվել, մեծացել, իրենց հայրական տնից հանում էին։ Մարդիկ եղան մահացան վարձով բնակարաններում կամ փողոցներում, նույնիսկ մարդիկ եղան որ դարձան դա շատ ահավոր էր եւ դա միանշանակ։ Բայց դա չի արտահայտում, որ դիմակավորված մարդիկ նույն բանը առանց չէր կարելի ավելի հանգիստ անել։ Այսինքն ինչպես է որ մամուլը իշխանությունների ձեռագիրը չի փոխվում, անկախ նրանից ով է այդ կառավարիչը։ Խփել, կզսնել, դիմակավորված մարդիկ գնալ։ Այդ իշխանություն լրատվականը գրեց, որ հենց այդ բանից հետո, հայտարարությունից հետո, բանի Լևոն Քոչարյան, ասաց որ ցույցում կա, որ Քոչարյանի եւ իր ընտանիքի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը ցույցում ա տվել հարձակմանած։ Ինչքան կանխատեսել են, չէ՞։ Սա նշանակում է, սա ուժեղության մասին չի վկայում։ Սա իրաց թուլության մասին, որ գիտեք, բռնցքամատում նա չի հաղթում, ով շատ է խփում։ Հաղթում է նա, ով կարողանում է դիմակայել հարվածներին, դիվոտքի վրա մնալ։ Հիմա գիտեք, թող Նիկոլ Փաշինյանի համար վտանգները Հայաստան ներսից չեն գալի։ Դրսից են գալի։ Այդ որովհետև եթե դուրս է գային ընդդիմությունը դուրս գալ փողոց,
հավաքկաներ, այսքան 700,000 մարդ ընդդիմության ձայնա տվել։ Ինչի չեն դուրս գալի Բաքվում։ Վտանգը դրսից նկատի ունեք, եթե հրահանգները չկատարի այդ ժամանակ ինքը կտան հրահանգներ աստանում, Ռուսաստանից այլ հրահանգ, Եվրոպայից այլ հրահանգ, ԱՄՆ-ից, Ադրբեջանից ու Թուրքիայից հրահանգ։ Ինքը չի կարող այդքան հրահանգներ կատարել։ Միջև մի խփելով անդադ մանևրելով ժողովրդի իր այդ հավատացող այդ չգիտեմ այդ քաղաքականապես ոչ հասուն, բարոյապես ոչ կայուն, այդ զանգվածին խփել ենքան հեշտ է։ Իրանց համար նա հզոր վարչապետ է, Ալեքսանդր Մակեդոնացից ավելի հզոր է, չգիտեմ Հուլիոս Կեսարն է, թե Նապոլեոնն է, իրանք քաղաքականապես տհաստ զանգված կա, իհարկե մեր, որոնք անդադ նայում են մեր հայկական այդ իշխանամ այդ հեռուստաընկերությունը, որոնց լսում ես ասում ես ինչ երկիր է, ինչ լավ երկրում ենք ապրում, միաս հեռուստացույցն անջատում ես, սառնանուն ես բացում, զգում ես թե որտեղ ես ապրում։ Իսկ հեռուստացույցով այդ մարդիկ են փորձագետներ կան, այս ինչ կենտրոնի հզոր փորձագետ, անվտանգության, չգիտեմ, այս ինչ հարցերի մասնագետ, այդ մարդիկ ստախոսներ են, երբ որ խոսում են, ես տեսնում եմ, որ այդ մարդիկ փչում են ուղղակի։ Ես պատմության ֆակուլտետ եմ ավարտել, պատմաբան եմ, գերազանցությամբ, 35 տարի զբաղվում եմ լրատվությամբ, քաղաքական այդ թվում հատկապես։ Եվ այսօր էլ Հայաստանի առաջատար 2 լրատվամիջոցում աշխատում։ Ես այդ մարդկանց, ես Կալիֆոռնիայի համալսարանում PR եմ ուսումնասիրել, Չիկագոյում հետաքննություն, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Ռումինիայում, այլ երկրներում վերապատրաստվել եմ։ Ես PR եմ ուսումնասիրել եւ ինքս 35 տարի այս գործի մեջ եմ։ Ինքս եմ մասնագիտությամբ պատմաբան լինելու, համաշխարհային պատմություն լավ։ Ես տեսնում եմ այդ մարդիկ ոնց են փչում։ Չէ՞ որ ամեն ինչի հիմքը տնտեսությունն է։ Երբ որ գնում ես Ծառուկյանի ունեցածը բան ես անում, ասում ես ժողովրդին են վերադարձնում։ Ասում են Ծառուկյանի տունը պետք է վերադարձնենք ժողովրդին։ Ժողովուրդն է Ծառուկյանի տունը կառուցել։ Կամ եթե ոնց ես վերադարձում։ Այդ նոր քո այդ իշխանավորները դղյակներ են սարքել։ Այդ քպականները դղյա որ սոված էին, սուրճ խմելու փող չունեն կամ Արարատ Միրզոյան ոնց է բանի, փոշեցիչը բարկով էր առնում։ Բայց մի ոնց այդքան բիլդանաղատ առակ։ Չտեսներ են, փողոցից բերեցին։ Ինչի համար բերեցին դրան։ Որ Արցախ հանձնեն։ Բայց չէ որ սա ծրագիր էր։ Ես մի քիչ առաջ նշեցի թե ոնց քայլ առ քայլ ոնց են հիմք նախապատրաստեցին։ Այն Արմեն Սարգսյանին բերին, միջև այդ կեղծ հեղափոխությունը Արմեն Սարգսյանով սկսվեց։ Բայց այդ մարդը ոնց բերին։ Նասկի Հայաստանի անձնագիտությունները հետաքննություն արել։ Այդ մարդին բերեցին չի համար, որ պատերազմի ժամանակ հանկարծ նավթամող, գազամող չհարված են։ Էսի մեր երեխեքին հարվածում էին, վայրվում էին։ Իմ հարազատն է զոհվել։ Զուգ նավթամող, գազամող չեք խփում։ Եթե ամփոփենք այդ երեկվա իրադարձությունները, որը շարունակություն է ունենալու, հաջորդ ով է լինելու ձեր կարծիքով։ Դե շոուն պետք է շարունակել։ Ասում են Գագիկ Ծառուկյան, հիմա Ռոբերտ Քոչարյան, նրանք ոչ թե ինչ որ բիզնես մարդիկ են եւ այլն, այլ խոշոր կուսակցությունների առաջնորդներ են։ Հարգելի Մարի, հին Ռոմ աղքատներին, ժողովրդին, հանրությանը հաց եւ հանդիսություններ էին։ Այսինքն գլոտադրական մարտերին անում ու ժողովրդին հաց են բաժանում ծրին։ Հիմա հաց չկա, շոու պետք է լինի։ Այնքան փառք ասում, այնքան գործ են տվել, ամեն օր դուրս կան մեկ ինքը փչացնեն էլի։ Ժողովուրդը կա մտածում է թե Նիկոլ Փաշինյան Ռոբին Հուդն է, եկել է նրանց հարուստային թալանում է, որ իրանց փող տա, Ծառուկյանի փողերից իրանք վերցնելու են կամ Քոչարյանի փողերից իրանք վերցնեն։ Կամ Նիկոլ Փաշինյանը հեծանի քշող մի հատ համեստ տղասը ուր էին փողերը։ Ուր է քո փողերը։ Այդում փողերը տեսանք, Վասիլ Սարգսյանի փողերը տեսանք, Լևոն Տեր-Պետրոսյանի փողերը տեսանք։ Ուղղակի Քոչարյանի տարբերություն նրանց բիզնեսներ է ստեղծել։ Խիբար բան է որ բիզնես է։ Եթե մեղավոր է 9 տարում, ես չեմ ասում նա մեղավոր է կամ մեղավոր չի, որտեղ ես ինքս չեմ գնացել քննել տեսնեմ կոնկրետ այս դրվագով։ Դատարան կորոշի չէ, այս դրվագովի։ Կարող մի դրվագով մեղավոր է, մեկով չէ։ Ընդ որում հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի անունն էլ շոշափվեց այս գործերի շրջանում։ Դե արդեն ձեռքերն բանին են, մահացածներին են գցում։ Այն անգամ ասում են Արծուն Մարգարյան կարծել, որ պետք է նա դիահերձում անեն։ Հիշում եք Տիկնազորի պետին։ Այս մարդիկ ինչ ասեն։ Իրանք ամեն օր հակաօրինական գործողություն են անում, ասենք պետական բյուջեն մսխում են,
Ես ամեն տեսակի գործողություն գրում ենք, բայց քան ամեն օր ինչի մասին ենք գրում։ Իրենց կողմից կատարվող հակաօրինական գործողությունների մասին։ Ասում ուռուցքով հիվանդները մեղնում են, տուն տեղ ծախում են։ Բժշկական հետազոտություններից նրանց միլիոնավոր միլիարդավոր դրամներ վճարում են Բանաջյանի անվան ռուսկաբանական կենտրոն։ Ինքը 5 միլիարդ դրամ ատալի են պետական ոչ արդյունավետ աշխատի, ինչի համար է սպառկելատրում։ Բայց այդ ռուսկաբանության հետ կապված կամ անվճար չէ ծառայություններ, պարոն Սարգսյան, որոշ ծառայություն կարող լինել, բայց ինչ է նշանակում, եթե դու պետական բյուջեից փող ունես մսխես, չգիտեմ, տարբեր ֆեստիվալների, վարչապետի, Ջենիֆեր Լոպեսի համերգի 5 միլիարդ դրամ ինչի համար է սպառկելավճարում։ 5 միլիարդ դրամ, ես ասեմ Տավուշի մարզպետարանները ընդհանրապես երկու ֆունկցիա ունեն, երկուի ոլորտ են ղեկավարում, դպրոցները, բացի ավակ եւ դպրոցներից եւ արժաններ, եւ գյուղական բուժիմնարկները, դպրոցների միայն վարչատնտեսական մասը, սեպտեմբեր, եւ դու ինչի համար ես, բացի բացր աշխատավարձի, 70 հաստուկ ես պահում, խորհրդականներ, օգնականներ, մարզպետի աշխատական, գլխավոր քարտուղար, գլխավոր մասնագետներ, առաջատար մասնագետներ, փորձագետներ, ինչի համար ես պահում, ինչ են անում, ավելորդ օղակ է, բայց գիտես ինչ համար են պահում, որ ձայներ տանեն։ Ընդ որում արժևոն դիմադրություն։ Այն որ ինչ քննադատել է, Նիկոլ Փաշինյանն ինչ քննադատել է բանի ժամանակ, ընդդիմադի եղած ժամանակ, հիմա ինքը նույնն ավելի շատ անում, գոռում էր, ասում էր, ինչ եք անում, հերիքա վարկ վերցնեք, հերիքա պարտք վերցնեք, այս մեր սեննային թողնեք պարտքերի վարկերի վզի բերի տա, հիմա ինչ անում։ Հիմա կասենք ինչ շարունակենք մեր զրույցը։ Արգելի հայրենակիցներն անտապանը կրկին եթերում է, պարոն Սարգսյան զանգ լինելու դեպքում մենք փորձենք նաև խոսել մեր հեռուստադիտողի հետ զրուցել։ Այս իրավիճակի հետ կապված կհետևենք իրադարձությունների զարգացմանը եւ Նիկոլ Փաշինյանը ինչ է անում, վարչապետը փաստորեն 2026-31 թվականների ծրագիրը ներկայացրեց եւ բավականին խոսուն ծրագիր էր, հա, երևի թե։ Օրինակ ինչն եք ձեզ համար առանձնացրել, այնտեղ խոսում են տնտեսական աճի մոտարապես 6% տնտեսական աճ, աշխատատեղերի բացում կլինի եւ ամենակարևորը խաղաղության մասին ենք խոսում, խաղաղությունը դա պարտադիր պայման է, արդեն հետդարձի ճանապարհ չկա եւ խոսում ենք նաեւ քարքի մասին, այսպես ինչպես ինքն է ասում, ոչ թե Տիգրանաշենի, այլ քարքի։ Դուք ինքներդ պատմաբան լինելով այդ տեղանքները բավականին շատ ուսումնասիրած անձնավորություն, մենք զանգ ունենք, ես խոստացել եմ մեր հեռուստադիտողին, զանգը լսենք, որից հետո շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո, Մարի ջան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, ինչի եք նեղում, որ ասում է կկզծնեմ։ Դուք այդ կզծնելը ես չգիտեմ ինչ մտքով եք հասկանում, բայց ես ուրիշ ձևի եմ հասկանում։ Երբ որ հանցագործին կամ կասկածային բռնում են, դինեն պոլիսները կամ կագեբեն անվտանգության, նրանք կզած են տանում։ Ես ընդեղ վատ նպատակ չեմ տեսնում, իսկ գալով ասմա կկզությունեմ հլը մի հատ հիշեք Տոդի Գագոն ինչ էր ասում, որ վարչապետին կգցի այրուսների մոտ, մի հատ է որց այրուց կգցի, անշուշտ դուք հասկանում եք որց այրուց ինչի է գցում, նպատակը ինչ էր ուզում ասել։ Ուրեմն վարչապետը կարա այդպես բաներ ասի։ Մյուսներ ուրիշ վատ բաներ է ասում, փողոցում կհայտնվի շուտով վարչապետը։ Նրանց վրա այնքան հանցագործություններ կա։ Մեկին գցում են այրուցի վանդակը արվեստագետին հաստատակա։ Ով է այդ արվեստագետը, պարզվեց ով է։ Ես չգիտեմ անունը։ Ես էլ չգիտեմ։ Եթե իմանայի անունը, սիրով կասեի։ Վիկեն Ավետիսն էլ չի կարողանում ասել, թե ում են գցել։ Ես չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Ես ինչ որ ձեր հաղորդումներից լսում եմ, խոսում եմ այդ մասին։ Նրանց վրա այնքան հանցագործություններ կան եւ սպանություններ, Քոչարյանի վաղ 30-ից ավելի չհայտնաբերված սպանություններ ա եղել։ Եվ հետաքրքիր է նրա ծերը հավանաբար գնում է իրը, իսկ եթե դուք կարծում եք, որ նրանց դրամները ճիշտ մաքուր ձևով եղել, ես չեմ կարծում։ Սրա դեռից են խլել, նրան վախացրել են խլել, եւ սաշիկնել
50-50 էին ասում 50 շատ հանցագործություններ կա։ Եթե Toyota դիլերը փակել են, օքեյ, ուրիշ բիզնեսներ։ Թող ինքը հաշվետվությունը ներկայացնի, տեսնի որ Մաքուրա հետ կբացեն, բայց ես չեմ կարծում Մաքուրա, պարոն Սարգսյան, այսքանն է ուզում ասել։ Շնորհակալ ենք զանգի համար։ Գիտեք, իմ եւ իր կարծիքը մեր հարցտողի։ Կարևոր չի, կարևորը օրինական դատանի ուժի մեջ մտած վճիրնը։ Կզսնեն բառը չի կարա նույն բառնի։ Ինչ, ասենք, եթե վտանգավոր հանցագործ չի, ահաբեկչական խմբի անդամ չի, ինչու՞ն է, նա կարող են հրավիրել գնա, չէ։ Դե հերոստատիտողի ասելն այն է, որ մենք գիտենք, այսինքն Այսինքն ինչ էր ասել Ծառուկյան։ Ասել էր, եթե ով չկարողանա ապացուցի, որ ես լրտեսեմ, թող ինքը գա մտնի, եթե չկարողանա ապացուցի։ Այսինքն խոսքը մեջ բերենք այնպես ինչ որ գուցե դա էլ ճիշտ չէր ասել, բայց ասել է։ Այդպես ասել, չէ՞։ Որ եթե ով չկարողանա ապացուցի, որ ես լրտեսեմ, ուրիշ երկրի շահերն պաշտպան, թող գա մտնի որ սառույցի մոտ։ Ոչ թե ասել է, որ սառույցին բերենք, որ ինչ բաներ են։ Ես եթե հիշում եք, այդպես ասել։ Երկրորդը նախընտրական շրջանում կարող են ինչեր ասել, բայց դա նշանակում է, որ եթե ասել են, դա պետք է վերաշխատություն տառնա, ասում է, այսօր բիզնեսը փակվենք, վաղը բացվի։ Ինչ պետք է բացվի։ Ծառուկյանը, եթե հարկեր չի տվել, այսքան տա ինչ եք շինում։ Հարկային էլ ձեր հակառակորդությունն էլ, քննիչականն էլ, ոստիկանությունն էլ, բարձեցեք, չէ՞։ Հատուկ քննիչականը թե ինչը, բարձեցեք, թե մարդը ինչի չի տվել։ Բայց օրենքով սահմանում ասել, բայց հիմա ինչի համար են Ծառուկյանին բան։ Որ նա ընտրություններին մասնակցել է, միթե պարզ չի։ Երկրորդը, ասում եք բացենք, այդ ինչ նոր գործաններ բացվեն։ Ես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ասում եմ 30 սպանություն են, բայց ի՞նչ եք բացահայտում։ Բայց եթե Սաշիկը 50 էր արել, ուր է այդ փողերը։ Բայց մի Սաշիկ կա էլի, որ բանի իշխանության անունից փողեր ա փայամտնում։ Բայց ո՞նց են բան անում էլի։ Ոնց են հրավիրում, ասում մի միլիոն դրամ տվեք եկեք հացի, ոնց Աննա Հակոբյանը հրավիրում բանի, այս գործարարային բերմանա ենթարկում, ասում այսքան փող փոխանցեցեք, եկեք հացի նստեցեք, ինձ հետ հաց կերեք։ Հիմա ասում Քոչարյանի ժամանակ վատ է եղել։ Ես հիշում եմ Քոչարյանի վաղմանակ եւ վատը եւ լավը, ամենամի գործարան էին բացում։ Հիմա փակվում են այդ գործարանները։ Հիշում եք այն որ Վանաձոր, չգիտեմ ինչի գործարան էին բացում, կոմպրեսորների թե ինչի, ավտոյին բայց ավտոյի գործարան էին բացում, այն շաքարի գործարան էին բացում, այդ Գյումրիում բանում։ Բայց դրան զուգահեռ ժողովուրդը հիշում է, որ տրամվայի գծերից վերցրած Քոչարյանը անում էին ինչքան հիմնարկներ փակվեցին, մարդիկ մնացին գործազուրկ, արտագաղթը եղավ ինչ աշխատանք հայ։ Բայց հիմա ասում են ճամփա են սարքում, այն ժամանակ էլ էին սարքում լիսի հիմնադրամով։ Դե ասում են այն ժամանակվա սարքած ճանապարհին չի եղել։ Ոնց սարքեցին։ Ես Քոչարյանի պաշտպանը չեմ եւ նա շահերի ներկայացուցիչ չեմ, ոչ էլ նա կողմնակից եմ, բայց ճիշտն ասեք, բայց ի՞նչ եք Դիլիջանի նորթուները սարքում։ Բայց ինչ որ բան սարքել եք ես երկու։ Ճանապարհն են ասֆալտապատում, դա լավ թե վատ, խախտում են արանքում անձրևը ցույց տալ, ասեմ, այդ փողը ասֆալտի մեջ է։ Եթե մեր հերոստատիտողի հարցին պատասխանենք, նա ասում է այնպես որ ինչու եք այ վատ զգում, եթե Նիկոլ Փաշինյանը որոշակի բառեր է օգտագործում այդ ընդդիմադիրների հասցեին, քանի որ նրանք թալանած են, քանի որ նրանք թող օգտագործեն, դենց ատելության մթնոլորտ աստեղծում։ Ասում ատելությունն է ծնում։ Բումերանգի պես վերադառնում է, չի որ մեկը անդադ ասի կզսնում եմ, նրան ասել են հա սիրելիս, դու կզսվում ես։ Հակառակ նրան էլ հետադարձել։ Երկրում որ փաստացի դեռ պատերազմը դեռ չի ավարտվել, խաղաղության պայմանագիր չկա, որը անդադ մարտահրավերների մեջ է։ Երկիրը պարակտում ես, որ ինչ անես։ Բաժանում ես սևերի սպիտակների, որ ինչ անես։ Այսինքն ձեր ասածը նա է, որ երկրի թիվ 1 ամբիոնից եւ երկրի առաջին դեմքը չպետք է օգտագործի այդ բառերը, քանի որ հենց ինքն էլ նպաստում է պարակման տարածման։ Ինքը հենց հատուկ ծրագիր է, մեզ պարակտեք, քանդի ավերը, սա ծրագիր է դրսից, որ իրենց միջոցով անում են, երկիրը քանդում են, կազմաքանդում են, Հայաստան պետականությունը վերացնում են, բայց ինչի է 4 հանրապետությունից խոսում։ Մեկ զանգել պատասխանենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լավարժ Տիկին Պետրոսյան, Վարդգես պարոն Սարգսյան, ողջունում եմ ձեզ հրավեր գնդելից։ Տիկին Պետրոսյանը հաճախ գնդելից ձայնը կտրատվում է, ուզում եմ իմանալ եթերում հիմա կտրատվում է ձայնը։ Այդպես է, մի փոքր որակը վատն է, բայց լսում ենք ձեզ, կարող եք խոսել։ Okay, դե ինչ արած հերա որ գնդելից է։ Ես նախ ցավում եմ
որ Միացյալ Նահանգներից կարող են զանգել դեմոկրատիայի այդ կենտրոնից եւ չհասկանալ տարական դեմոկրատիայի սկզբունքները, անվտանգության նախավարկածը, այն որ կառավարությունը եւ սովորական քաղաքացին տարբեր են, Ծառուկյանը իշխանություն չունի, իշխանություն ունի Փաշինյանը եւ Փաշինյանը այդ իշխանությունը օգտագործում է բռնի կերպով, աստորեն, անկախ նրանից Ծառուկյանը ինչ է ասում։ Եվ իսկ Չայս Քոչարյանի առումով, պարոն Սարգսյան, մենք ինչ է նկարուցել իմ համար սիմվոլը կուկուռուզնիկն է, երիտասարդական պալատը, որտեղ ես եղել եմ դեռ երիտասարդ ժամանակ, որը հիմա չկա, դա է Քոչարյանի ժառանգությունը։ Բայց դուք ճիշտ եք, Փաշինյանը ավտորիտար ուղղություն ունի, նա խախտում է քաղաքացիների իրավունքները, դեմոկրատիան շատ կարևոր է, մեր մոտ Ամերիկայում տեսնում եք, երբ որ նախագահը որևէ բան է անում, ամերիկյան ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր լրագրողները, դուք լրագրող եք, անխնած սկսում են հետևներից ընկնել։ Սա կուզենայի իմանալ, դուք լրագրող եք, արդյոք լրագրական համայնքը կատարում է իր պարտականությունը, որպեսզի պահպանի դեմոկրատական սկզբունքները, որպեսզի Փաշինյանին անխնա քննադատի, որ ինչու է նա խախտում այդ տարբեր բանը։ Օրինակ դուք ձեր կարծիքով դուք արել եք արդյոք ձեր բաժինը, ինչ եք արել, որպեսզի այդ ամեն ինչը բացահայտվի, որպեսզի Փաշինյանի ավտորիտար տենդենսները բացահայտվեն, արդյոք մտածել է Հայաստանի քաղաքացիությունը դիմել եվրոպական կենտրոններին, միջազգային կենտրոններին, որոնցից կախում ունի Փաշինյանը, որպեսզի հասկացնի, որ Փաշինյանը խախտումներ է անում։ Դա օգտակար է Հայաստանին եւ դա մի միջոց է։ Դուք որպես լրագրող արել եք որևէ բան այդ առումով, լրագրական համայնքը արել է, սա իմ հարցը, շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Շատ հետաքրքիր հարցադրում էր Գլենդելից, որտեղ ես եղել եմ 2003 թվականին ամերիկյան վերապատրաստման շրջանակներում Գլենդելում եղել եմ, ասպարեզ թերթում եմ եղել խմբագրությունում։ Հարցադրումը ինչ է արել, ասենք, լրագրողական համայնքը, ասեմ, որ այսօր եթե ճշմարտությունը բարձրաձայնող կա, հիմնականում լրագրողներն են, ընդ որում լրագրողներն էլ մի դասի չեն, կան իշխանամետ կայքերի, ասենք Նիկոլ Փաշինյանի թերթի, ընտանեկան թերթի լրագրող, չգիտեմ, քպականին պատկանող կայքերի լրագրողներ, այն լրագրողները, այն թերթերում, որտեղ ես եմ աշխատում, ժողովուրդ եւ հրապարակ թերթերում, ճշմարտությունը այդ լրատվամիջոցները հայտնում են, առաջատարներից են, եւ մանավանդ ես Տավուշից եմ, սահմանազատման հարցերով, ամենակարևոր հարցերով եւ սահմանագոտու խնդիրներով, սահմանի հետ կապված հարցերով, երևի առանց ավելորդ համեստության ես միշտ առաջնահերթ հաղորդողներից եմ, ինֆորմացիայի կենտրոնում եմ, շատ անգամ ինքս եմ անձնապես տուժում, որովհետև մի քանի անգամ իմ գրածների վերաբերյալ քրեական գործեր են հարուցել, այսինքն դրա միջոցով իմ վրա փորձել են ճնշում գործադրել եւ երկու անգամ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եղել այդ դեպքը, որ մի անգամ 6 ամիս են քննել, որպեսզի եւ ինձ որպես վկա է հրավիրել, բայց իրականում իմ գրածի իմ Facebook-յան գրառումի համար, որ ես անձնական վիրավորանք եմ հասցնում Նիկոլ Փաշինյանին եւ մեկն էլ իբր համանդրական կարգը տապալելու հրապարակային կոչում անում։ 6 ամիս քննել են եւ գործը փակել են, որովհետեւ հանցակազմ չի եղել։ Շատ գնալու էի դատարաններով միջև վերջ։ Ես ինչքան հիշում եմ, միշտ ես ամենակարևոր ինֆորմացիաներն եմ գրում եւ եթե այսօր ասում եմ նման առաջատար լրատվամիջոցներում եմ աշխատում եւ մանավանդ կայքերը իմ հաղորդածին Facebook-յան էջից անդադ վերցնում են գրառումներ եւ ես զգում եմ այդ բանը, ես Տավուշից եմ գրում, այնտեղի Իջևանից եմ գրում, Նիկոլ Փաշինյանի գործերից եմ գրում, նա ընկերների, նա Խավոր մարզպետի գործերից եմ գրում, բնականաբար ֆիզիկայի օրենքով ազդեցություն եւ հակազդեցություն միշտ ունեն, միշտ Նյուտոնի երրորդ օրենքով, եթե դու ինչ որ գործողություն ես կատարում, դա հակազդեցություն լինում է, լրագրողները այսօր անկախ ավելի ճիշտ քննադատող լրագրողները նրանք իրենց գործը ճիշտ են կատարում։ Ես ասում եմ, որ շատ տեղեկատվություններ հենց լրագրողներն են հրապարակում, շատ անգամ իրանք են տուժում այդ ճշմարտության համար պայքարից, բայց իրենք իրենց առաքելությունը ճիշտ են կատարում։ Այսօր եթե մի այս լրատվությունն էլ չուներ,
այն բան իշխանությունը լրիվ կհաբրգեր։ Տեսեք, օրինակ հենց երեկվա դեպքը պայմանագրային զինծառայողին, որ տան մեջ գտան կախված վիճակում, առաջինը հենց Արմլուր տեղեկատվական Եվ հրապարակը նույնպես որպես շատ ակտիվ, խոսեցին, հա, եւ ժողովուրդը եւ հրապարակը, որտեղ ես աշխատում եմ, որտեղ իմ հրապարակումները ամեն օր է լինում, իրենք իսկապես պայքարող ճիշտ մարտախոս եւ բավականին մեծ դրական համբավ ունեցող լրատվամիջոց։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, քաղաքացիական հասարակության մի մեծ խումբ, որին ես մի մասին անձամբ ճանաչում եմ, դրանք ձևավորվել են արևմտյան փողերով, ասենք գրանտներով, դրամաշնորհներով, ընդունված ասած Սորոսի փողերով, այդ մարդիկ այսօր նրանք իշխանության կողմն են, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը կատարում է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի, ասենք, պահանջներն է կատարում, այդ մարդիկ ոչ թե մարդկանց իրավունքներն են պաշտպանում, այլ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Հիմա պետք է ծնվի նոր քաղաքացիական հասարակություն, որովհետև այն մեկը արհեստացին է, դրսից ֆինանսավորվող է, այսինքն դրսի պատվերն է կատարում, ոչ թե մարդու իրավունքներն են պաշտպանում։ Դա պետք է կատարվի բնական եղանակով։ Իսկ եթե փողը տալիս են պատվեր են կատարում, այդ մարդիկ ասում են ամեն ինչ լավ է, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, այդ մարդիկ բնական չեն կարող լինեն քաղաքացիական հասարակություն։ Այդ մարդիկ ծառայում են իշխանության գծորդեն, ոչ թե քաղաքացիական հասարակություն։ Պետք է նաև բնակչության մեջ նախաձեռնություն։ Օրինակ ուսուցիչները ինչու միջև հիմա արհմիություն չեն ձևավորել, կամ այլ աշխատողներ։ Մենք դրա մասին շատ ենք խոսել ուսուցիչների Կամ բժիշկները ինչու իրենց իրավունքները չեն պաշտպանում։ Աշխարհի փորձ կա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա 150 տարի առաջ անցել կամ գուցե 200, երբ որ բանվորները տվյալ ճյուղի աշխատողները արհմիություն են ստեղծել եւ հաջողություններ են հասել իրենց։ Պարոն Սարգսյան, իսկ ինչու բանակում չի վերանում այդպես ասած, ինչպես իշխանությունը սիրում է ասել, արատավոր բարքերն են, որ պատճառը եւ հետաքրքիր էր, որ Սուրեն Պապիկյանը հայտարարություն արեց, որ կարծես թե նախադեպը չի եղել, որ այնինչ կատարվում է բանակում մեղադրեն պաշտպանության նախարարին։ Ո՞ւմ պետք է մեղադրեն։ Բասկետբոլի ֆեդերացիայի։ Ինքն Թե Արեգակի խաղալման։ Ձեր տղաներն էլ են ծառայել, որդին էլ է ծառայել, ում պետք է դիմի ծնողը այդ դեպքում։ Ընդ որում այս վերջին իրադարձությունները բավականին հունից անել է եւ որքանով տեղյակ է մամուլից, նույնիսկ այդ Ձորագյուղում, որ 19-ամյա տղան զոհվեց այդ վթարի պատճառով, ամբողջ գյուղը ոտքի կանգնած արդարություն է պահանջում։ Սա մի ընտանիքի ողբերգություն չի, սա մեկ մայր չի ողբում այս վիշտը։ Երբ որ Ազատ գյուղի կացանում 15 զինվորներ այրվեցին, մահացան, դենց այդպես էլ Պապիկյանը չգնաց, տեսնի դեպքի վայր։ Պապիկյանը, որ նկար ունեմ 18 թվականից, այս մի հարիկ տղա է։ Հիմա ոնց է փոխվել։ Ոնց է, ասեք, պաշտոնը ոնց է փոխել, ինչքան է հրստացել, նաև ասում են, իր ինչ է ձեռք բերել, տուն է ձեռք բերել, թե տներ է ձեռք բերել։ Պապիկյանը մտածում է մենակ պաշտոնը արտոնություն է։ Մենք 4 րոպե ժամանակ ունենք։ Պաշտոնը դա առաջին հերթին պարտականություն է։ Իսկ բանակում ինչու է այս նման դեպքեր շատ։ Նախ նվիրված, կարգապահ, բայց ինքնուրույն սպաներին հանել են գործից, աշխատանքից ազատել են որպես քաղաքականապես ոչ հուսալի տարրերի։ Բանակում ավելի շատ ցուցադրական բաներն է։ Ցուցադրական ցույց տան, Պապիկյանը գնա Coca-Cola տանի զինվորների համար։ Սեղանին տեղ։ Coca-Cola-ն ի՞նչ է տամ զինվորների։ Coca-Cola-ի մեջ 7 հատ քիմիական նյութ կա։ Coca-Cola-ն զինվորների։ Պապիկյանի հրաժարականն են պահանջում։ Պապիկյանի հրաժարականը անհրաժեշտ է, բայց բավարար չի։ Երբ Պապիկյանը եւ իսկական իշխանության հրաժարականն է հարցի լուծում։ Որովհետեւ մենակ բանակում չի բարդակ։ Բարդակը ամեն տեղ։ Գիտեք իրանց կառավարվող քաոսը ձեռատալի։ Իրանք չեն, դրսի նպատակը Հայաստանը քանդեն։ Այս Իլհամ Ալիևը ինչի է ուզում էս Տիգրան Աշենյանը, ինչի է ուզում Վերին Ոսկեպարը, ինչի է ուզում, որ Հայաստանը եւ բանը Սոփոլուն բար։ Հայաստանը կտրում է, Հայաստանը մասնատում է։ Եթե կան Տիգրան Աշեն, Ադրբեջ զորքա գալու, պրովոկացիա են անելու, Հայաստանի հաղորդակցությունը Սյունիքի հարավ հետ կտրվելու է։ Նույնը Ոսկեպարում ադրբեջանցիները եկան, միջև Վանաձոր թիկունք բաց ալնելու։ Խախտվելու է Նոյեմբերյան Իջևան կապը, Իջևանի Վրաստանի հետ կապը խախտվելու է։ Սոֆիլուն Բախուդալուն հանձնեցիր բանի Իջևանի եւ Բերթի կապն է խախտվելու։ Այս ամբողջ Հայաստանը ինչա պետք է Ադրբեջանին վերցնել ջրախբիրները, բարձունքները, հաղորդակցության ուղիները, Հայաստանը սարքել ոչ չպետություն, այսինքն տարածք, որտեղ իշխե ադրբեջանա-թուրքական ազդեցությունը։ Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում։
գնում է Հայաստանը սարքում են տարածք, պետությունը վերացնում են, ընդ որում տանում են այն մարդիկ, որոնք ի պաշտոնե կոչված են մեր պետությունը պաշտպանելու։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյան այսօրվա հաղորդման համար, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, հետևենք իրադարձություններին, դրանք բավականին արագ են ընթանում եւ սեպտեմբերն է առջևում, բոլորս էլ պատկերացնում ենք, թե աշնանը ինչ թեժ իրավիճակ է լինելու։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։